Դիվերսիֆիկացիան ամենևին չի նշանակում նրա հետ լավ հարաբերություններ ունես եւ երկար տարիների պատմական փորձ ապրելու։ Դա փոխարինես մեկ ուրիշով։ Դու քո շահերը հաշվարկի։ Քո շահի տեսանկյունից որն է ավելի կարևոր։ Եվ քո շահի տեսանկյունից այդ ամեն ինչը արա։ Օրինակի համար Միացյալ Նահանգների եւ մեր շահերը այս տարածաշրջանում ոնց են համընկնելու։ Ինչ ընդհանուր շահեր կան։ Մեր ու Եվրոմիության շահերը ընդհանուր ո՞րն են։ Ժողովրդավարությունը, դե տեսանք չէ հիմա Նիկոլի ժամանակ այդ ժողովրդավարությունը որց է արձագանքում այն երևույթներին, որ նախորդ իշխանությունների ժամանակ ուղղակի կայծակի նման հարվածում էր։ Այսինքն ժողովրդավարությունը դա կեղծ բան է, որ ուղղակի ազգերին ստրկացնելու համար այդ գաղափարը տարածում են։ Դե չէ նորից են կրկնում։ Այսքան քաղ բանտարկյալների արկայության պարագայում մի հատ Նիկոլի համար ամբողջ արևմուտքը ոտի էր կանգնել, Եվրոպա, դե ազատեք, այդ անմեղ տղային, չնայած մարդը մարտի 1-ի հիմնական հեղինակն էր։ Հիմա էլ այդ նույն Եվրոպան իրան արդարացրեց մարտի 1-ի գործով։ Բայց այդ նույն Եվրոպան չի տեսնում այն ինչ տեղի է ունենում եկեղեցու դեմ, այն ինչ տեղի է ունենում քաղաքական ընդդիմախոսների դեմ, այն ինչ տեղի ունենում համայնքներում ընտրություններում հաղթած ընդդիմադիրների հետ, այսինքն ժողովրդավարություն կոչեցելը կեղծ բան էր, թեզ, որը անհրաժեշտ էր որպես մեխանիզմ ճնշելու պետություններին տարբեր։ Հիմա դրա համար պետք է տեսնենք Եվրոպայի կամ որևէ մեկի հետ, նույն Միացյալ Նահանգների հետ մեր շահերը որտեղ են համընկնում։